Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ։ Եթերում Ծովից ծով ոդքասթն է, ձեզ հետ ինչպես միշտ կիրակի օրերով Ռուբեն Մելիքյանն է Երևանից, Աղասի Յանուկյանն է Կալիֆոռնիայից։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, ողջույն հարգելի դիտողներ, հարգելի լսողներ։ Այս շաբաթվա իրադարձությունները այնպիսին են, որ երևի որևէ մեկը չէր կարող կանխագուշակել, ես համենայն դեպս չէի կարող կանխագուշակել, որ այսօր մենք ստիպված կլինենք քննարկել որպես շաբաթվա կարևորագույն իրադարձություն այն գրեհիկ, ցինիկ, զզվելի բառապաշարը, որի օգտագործմամբ Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իր կինը եւ դրան միացել են բնականաբար ուսապարկերը ազգային ժողովում եւ այս ամենը կարծում եմ պատահական չէր, հիշեցնենք, որ այս օրերին Շվեյցարիայում հայ առաքելական եկեղեցու պահանջով նախաձեռնությամբ եկեղեցիների միջազգային համաշխարհային խորհուրդը շատ կարևոր ֆորում էր ձեռնարկել Արցախի հայկական ժառանգության պահպանության վերաբերյալ, ինչ որ առումով ես հավարում եմ, որ սա պատասխանն էր դեռևս մոտ 1-1.5 ամիս առաջ Վատիկանում, Հռոմում ադրբեջանցիների կազմակերպած Արցախի ապահայկականացման վերաբերյալ, Արցախի ոչ հայկական լինելու վերաբերյալ համաժողովի պետությունը բնականաբար ծպտուն չհանեց, նույնիսկ երևի ողջունել են, դա իսկ հայ առաքելական եկեղեցին իր համահայկական առաքելությանը հավատարիմ գլուխը կախ աշխատում է եւ այս ընթացքում այս չուլանային խոսակցություններով, հետո են այլանդակել այդպես խոսակցություններով, սեռական բնույթի խոսակցություններով, անպարկեշտ արտահայտություններով, իսկ երեք ուղղակի այդպես Աննա Հակոբյանի էջում ինչ-որ բաներ էր գրած, որ ես իսկապես ասեցի, չէ, սա արդեն չերես-չուր է, ինչ-որ մի լրագրողի հետ կապված, ինչ-որ չգիտեմ ինչ։ Մի խոսքով, այսպիսի խայտառակ շաբաթ։ Եվ վստահ եմ, որ սա ինչ-որ քաղաքագիտական բացատրություն ունի, երևի թե ընտրությունների հետ կապված կամ ոչ ընտրությունների հետ կապված եւ խնդրեի, որպեսզի դուք հո գնահատականները տաս, ինչ է սա Իրանից ներկայացնում։ Ինչու է այսպես վարվում այս մարդիկ։ Ինչ տրամաբանություն ունի այս այլանդակությունը։ Մերսի։ Ուրեմն մինչև քաղաքագիտական գնահատական տալը ես կուզեի երկու նկատառում անել։ Ես ուրեմն երբ որ նայեցի Աննա Հակոբյանի գրառումը, տակը հավաքված էր այն ամեն ինչը, ինչով որ ուրեմն իրենց քննադատում էին, ինչով որ իրենց հայհոյում էին, հա։ Այս ամենից, այսինքն, գիտես, կարիք չկար ընկնել տարբեր էջերով ման գալ, թե ով ինչ է ասում, փաստորեն սա գիտես, սա ոչ թե բաց քննարկման տպավորություն է թողնում, այլ սա մազոխիզմի տպավորություն է թողնում։ Սա ավելի շուտ բոլոր հանրային գործիչների ձեռքբերումները հավաքել էր, բոլորին ուղարկում էր կրթել։ Հա, բայց ես այդտեղ բան ունեմ, բողոք ունեմ։ Իմը օրինակ այդտեղ չկար, ասեք, խի, ես ինչով եմ պակասել, ասեք իմ ընկերներից, որ իմ Հիմա հասնեմ դրան։ Դու ոչ այնքան հանրային գործիչ ես, ինչքան իրավապաշտպան, իրավապաշտպան, դու ավելի շուտ իրավական գործիչ ես, եւ այստեղ պետք է ողջունել ուրեմն քո մասնակցությամբ այդ 5 իրավաբանների նախաձեռնության կոչը, որը ուրեմն կոչ է արվում, կարծեմ թե սահմանադրական դատարանի, չէ, նայել ուրեմն Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեությունը։ Այսինքն ուրեմն մենք նայեցինք հոգեբանական, մազոխիստական մոմենտը մի կողմից, մյուս կողմից ուրեմն իրավական պահը։ Հիմա արի քաղաքականի մասին խոսենք։ Բայց քանի որ քաղաքականը երկար է տևելու, Աղաս ջան, արի հիշատակեցիր մեր հայտարարությունը, ես շատ կարճ եմ հայտարարությունը պարզաբանեմ, նոր անցնենք առաջ, որտեղ այստեղ իրոք իրավական բաղադրիչ կար։ Տես, ինչն էր խնդիրը։ Այս այլանդակությունների գագաթնակետը
եղավ այն, որ ես սպասում եմ, որ տես մի բան կլինի։ Որ երեք բռնեց Նիկոլ Փաշինյանը գրեց, շատ տենց սթափ ձևով, այդ հաստատ որևէ մեկը չի կարող ասել։ Չնայած ես այսպես թե այնպես կարծում եմ, որ սա պորտկում չի, լավ մշակված է, բայց այդ մեկը որ հաստատ շատ սթափ տեքստ էր, որ մենք պետքա Հայաստանի Հանրապետությունը պետքա վճռական ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, ուշադրություն եմ դարձնում այս ձևակերպման վրա, եւ երկրորդ բարեվարկության ստուգում պետքա անցկացվի։ Ուրեմն տես, այս ամեն ինչի նպատակը փաստորեն որն էր, այդ ճուլան, այդ այլանդակություններ, չճշտված, բամբասանքի այն ժամանակ այն որ ասում էր չճշտված լուրերի համաձայն այդ մակարդակի ինչ որ այլանդակ բաներ, որն էր սրա նպատակը, որպեսզի բռնազավթվի եկեղեցին, սա էր ընդամենը։ Եվ մենք շատ արագ, ես այստեղ այս հարցերում նաև արագությունն եմ կարևորում, ուշադրություն հրավիրեցինք առաջի հերթին հանրության, որպեսզի ճիշտ ուղղությամբ գնա քննարկումը, որ այստեղ սա ուղիղ սահմանադրական կարգի տապալում է, ինչի որտեղ սահմանադրության մեջ ուղիղ նշված է եկեղեցու եւ պետության անջատման սկզբունքը։ Ոչ թե տապալումը, այլ տապալման նախապատրաստությունն է, եւ մեր խնդիրը իրականում բնականաբար սրա դեմը առնելն է։ Եվ մենք այստեղ մի քանի այլ բաներ էլ ունենք լրացուցիչ ասելու, դա վերջում։ Բայց ուզում եմ ասեմ, որ մենք սահմանադրական դատարանին չենք դիմել, իրավապահներին չենք դիմել, որտեղ արձանագրել ենք, որ դա արդյունավետ չի, մենք դիմել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ առաքելական եկեղեցու զավակներին։ Սա է եղել մեր հայտարարության կարևոր կտորը, որ մենք ֆիքսում ենք սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության սկիզբ եկեղեցին բռնագրավելու ձևով, այսինքն եկեղեցու բռնազավթումը, սա պարզապես եկեղեցու բռնազավթում չի, սա սահմանադրական կարգի տապալում է, որտեղ սահմանադրական կարգի հիմունքներում ուղիղ հոդված կա, որը վերաբերում է ուրեմն արդեն նշեցի ինչին։ Ճիշտ ես ասում, բայց արի նայենք, հա, արի հիմա իսկապես վերադառնանք սրա քաղաքական բաղադրիչին։ Այո։ Ուրեմն եկեղեցու բռնազավթումը դա ոչ միայն իրավական, այլև կարևորագույն քաղաքական իմաստ ունի, քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև ինչ արեց Նիկոլը, չէ՞, այսինքն երբ որ եկավ այդ փողոցով, չգիտեմ, այդ դագաղներով, այդ կաթսաներ ճղճղկացնելով, առաջի հերթին ուրեմն նա բռնազավթեց ազգային ժողովը։ Այո։ Այսինքն դրանից հետո ուրեմն նա վերցրեց գործադիր իշխանությունը, դրանից հետո մի քիչ երկար տևեց վերցրեց դատական իշխանությունը եւ հիմա փաստորեն ուզում է տոտալ վերահսկողություն, այսինքն նա վերցնի եկեղեցին իր վերահսկողության տակ։ Սա մի կարևոր կներես, բայց մի երկու բան էլ ասենք, բիզնեսները այս ընթացքում վերցրեց։ Դու դա բնական է, ով տիրապետում է քաղաքական իշխանությունը, նա պետք է տիրապետի նաև բիզնեսներին։ Այսինքն տենց բաներ եւս։ Հա, դա Հայաստանի համար բան է, դա Հայաստանի համար բնական բան է։ Ուրեմն եւ հիմա նա պետք է վերցնի եկեղեցին, այսինքն որպեսզի հա, նաև արանքում չմոռանանք, չէ՞, ուրեմն խոսել մեդիայի մասին, որ մեդիան այսօր ամբողջապես, համարյա ամբողջապես ուրեմն գտնվում է իշխանության տակ։ Այո։ Մենք ինչ էլ անենք, մենք ինչ-որ մարգինալ արժենք եք այնուամենայնիվ Հայաստանի քաղաքացիների համար ներկայացնում։ Ուրեմն հիմա նա պետք է եկեղեցին վերցնի։ Սա մի կարևոր ուրեմն քաղաքական փաստ մենք կամրագրենք, որ սա գնում է տոտալ իշխանության ամրապնդման։ Երկրորդ կարևոր փաստը, որ ես կուզեի ասել, իհարկե, սա կարծեմ Աշոտյան Արմենն էլ էր իր մոտ գրել, ուրեմն ժողովրդի ուղեղում ստեղծել մի չէ վագոմ, այլ խառնաշփոթ, ժողովրդի ուղեղը այսպես խելագարեցնել, ժողովրդի ուղեղը բերել ուրեմն ճիշտի ու սխալի վերաբերյալ անհասկանալի պարադիգմեր, հա, այսինքն սա ուրեմն ինչ որտեղ փորած փող սարքել, որտեղ ցանկացած սեր կարող ես գցել եւ աճի, չէ՞, այսինքն այն ինչ որ նա արեց մինչեւ հիմա, չէ՞, որ ուրեմն դավաճանությունը դա հայրենասիրություն է, ես չգիտեմ, աղքատությունը ուղեղի մեջ է ձեր, այս ամեն ինչը, այս խոսակցությունների շարունակությունը հետ ուրեմն եկեղեցու հետ կապված այս բանն, այսինքն ընդհանրապես ստեղծել հանրային մտածողության, չգիտեմ, ինչ բառ ասել սրա անհեթեթություն, հա։ Ճիշտը սխալի է կազմել, որպեսզի մարդկանց ապակողորոշի։ Այո, եւ ուրեմն երրորդը, որ ես չգիտեմ Հայաստանում այդ մասին քիչ է խոսում, բայց ես կարծում եմ սա կարևոր ուրեմն խնդիր է,
Արի չմոռանանք, երբ էս եկեղեցու մասին խոսակցությունը սկսվեց։ Ճիշտ նույն օրը, երբ որ ուրեմն գնաց խոսակցություն այն մասին, որ պետական հիմնարկները պետք է վճարեն, օրինակ, այդ հիմնարկում աշխատելու համար։ Այսինքն ըստ իշխանությունների ասացի, կառավարությունը պետք է վճարի, որ կառավարության շենքում է աշխատում, դպրոցները պետք է վճարեն, որ դպրոցներում այդ դպրոցական շենքում են աշխատում։ Հասկացա այդ, բայց ես անգամ եմ լսում։ Ինչ, ում վճարեն։ Կառավարությանը, պետությանը։ Կառավարությանը վճարի, որ կառավարության շենքում է աշխատում։ Այո։ Չեք, ես չգիտեմ, ես Հայաստանի լուրերը տենց եմ ընկալել։ Իսկ թվում է դու էլ ես այս հարցով որոշվելու, ով մի գրպանից դնեն մյուս գրպանը։ Այո, հետո ինչ է լինում։ Ես շատ բան եմ ինչ է լինում։ Լեքն ուշադիր նայել այդ կառավարության որոշումներին կամ կառավարության ես այդքան ներվում եմ, որ դրանց որոշումներին նայեմ։ Հա, ինչ է։ Չէ, լսի, ես Չէ, բայց ուրեմն ինչ է լինել ուստեղ։ Հիմա ասել է, որ եկեղեցին պետք է վճարի, ուրեմն եկեղեցիներից օգտվելու համար։ Եկեղեցին վճարի օգտվելու համար։ Այո, հետո եկեղեցին Չուլանի է վերածել։ Հա։ Լավ չեն աշխատացնում, ինք արդեն խոսել էր այդ մասին։ Դա օրինակ դպրոցները լավ չեն աշխատացնում, պետք է իրանք զգան այդ բան։ Այսինքն պետք է բան սեփականաշնորհի։ Պետք է վերցնի եկեղեցիները։ Եթե այս կառավարության ամեն գործողության մեջ ես ուզում եմ, այսինքն չեմ կարող չտեսնել կոռուպցիոն, թալանի, գողանալու, ուրեմն այդ մտայնությունը։ Այսինքն սա ուրեմն թալանչիների մի խումբ է, որը որ եկել է, որը որ ծախել է Արցախը, որը որ ծախել է Սյունիքը, որը որ հիմա ուզում է ծախի այդ միջանցքը, հա, եւս ընթացքում նա ուրեմն կվերցնի նաեւ եկեղեցիները իրեն, որպեսզի ծախի այդ եկեղեցիները։ Լավ, այդ մասը հասկացա։ Կոռուպցիոն բաղադրիչ չէ։ Նիկոլի Գործունեության ոչ մի քայլի մեջ չպետք է անտեսել։ Այսինքն դու այն հին խոսքերը, որ ասում ես chercher la femme, փնտրիր կնոջը, հիմա դու վերաձևակերպել ես chercher la corruption, ցանկացած քայլի մեջ դու կոռուպցիա ես փնտրում։ Անպայման։ Մեթոդական որպես քայլ, հասկացա։ Այո, որպես մեթոդական հասկացա։ Չեմ զարմանա, որտեղ այս երկու օրն այս բաներ տեսանք, ասենք այս բաներ տեսանք, որ զարմանալու ընդհանրապես բան չկա։ Կներես մի բան ասեմ, այս մասը ասեմ էլի, այդ ուղակի շեդևր էր էլի Արտուրի Խաչիկյան Արտուրի այդ, որ ինքը առաջի անգամ եթերում նստած, մեկը լրագրողը հեռախոսը տալիս է, ասում է, տես ինչ է գրել, այն այլանդակ այդ անպարկեշտ արտահայտությունը սրբազանի հետ կապված, ինչ որ մի սրբազանի հետ կապված, հիմա դրան էլ եմ ուզում անդրադառնամ։ Այդ մարդու ռեակցիան ուղղակի դա դասական ռեակցիա նորմալ մարդու, թե ոնց կարելի է չհավատալ սեփական աչքերին, թե ոնց կարա երկրի ղեկավարը sense բան անի։ Իրան պահի, գիտես ինչ են, даже լակոտի պես ասել էլ չասեմ, էլի, որտեղ լակոտները այդպես շատ քաղաքավարի եւ քաղաքակիրթ մարդիկ են համեմատած այդ անձի հետ։ Լակոտները իրավունք ունեն նեղանալ, եթե դու ասես քեզ պահում ես լակոտի պես, էլի։ Աղաս իսկ նախընտրական, ընտրական ինչ որ տրամաբանություն այստեղ չես տեսնում։ Գիտես ինչ, ասենք դրան նախընտրական, ասենք դրան impeachment-ի պատրաստության, ասենք այս ամեն ինչը մի բառով ձևակերպենք, ասենք քաղաքական, ուրեմն շատ կարևոր բաղադրիչ կա, դա այն է, որ տեսնել, թե Հայաստանի ուրեմն քաղաքական ուժերը այս ամեն ինչին ոնց են ռեակցիա տալիս։ Եվ ռեակցիան իսկապես կանխատեսելի էր, ռեակցիան ուրեմն Facebook-յան բազմաթիվ ելույթներն էին, ես կարծում եմ, որ կլինի ազգային ժողով, կլինի կառավարության հարց ու պատասխան, հանդիպությունը կգա, հարց կտա, պատասխան կստանա, այսինքն նորմալ է, նա տեսնում է, որ մենք ունենք անատամ, իմպոտենտ հանդիպություն, ով որ Facebook-ներում է ելույթ են անում, ով որ հարցեր է տալիս, եւ գիտես, այստեղ ծանր խնդիրը այն է, որ եկեղեցին ինքը քաղաքական մարմին չի։ Եկեղեցին նայում է տեսնի հայ ժողովուրդը, մանավանդ հայ ժողովրդի ընդդիմադիր զանգվածը, ինչպես է իրեն պահում, ասենք թե իշխանությանից լեկտեյությունների դիմաց։ Ես պետք է ասեմ, որ եկեղեցին թերևս հիասթափված կլինի, այսինքն կտեսնի, որ շատ խելոք խոսքեր են ասում, բայց կարծեք թե խելոք քայլեր չկան։ Ինչ վերաբերում է
խորհրդարանական ընդդիմությանը, ապա մենք գիտենք, որ մեր քաղաքական դաշտում սենց սավառնում է մի իմ կողմից անընդունելի միտք, որ եկեք բոլորս համախմբված ձևով սպասենք 2026 թվականի ընտրություններին, անընդունելի իմ համար միտք, եւ կարծեք թե շատ ընդդիմադիր գործիչների կողմից արտահայտված մտքերը այս նույն տրամաբանության մեջ են։ Իմ համար սա ընդունելի չի։ Սա շատ վառ օրինակ է Նիկոլա ապացուցում է, թե ինչի մենք իրավունք չունենք սպասել 2026-ին։ Այս սա ապացուցում է, թե ինչ է նշանակում սպասել 2026-ին։ Մինչև 2026 մենք կունենանք արդեն հնարավոր է բռնագրավված, բռնազավթված հայ առաքելական եկեղեցի, օրինակ։ Շատ ճիշտ ես ասում։ Բայց տես, հա, բայց կներես շատ կարճ մի բան էլ ասեմ։ Սրանից բացի, ինչ որ ես քաղաքագիտական առումով հետաքրքիր կարծիքներ եմ լսում նրա վերաբերյալ, որ այս այլանդակ գրեհիկ լկտի բառապաշարը, այս այնպիսի ձևակերպումներ, որոնց համար օրինակ մեր ընկերներին բռնել էին, Նարեկին եւ Վազգենին, որ հիմա դատի ժամանակ անընդհատ մենք ասում ենք, որ եղբայր հայհոյանքի մշակույթը Հայաստան Նիկոլ Փաշինյանն է բերել եւ դա էլ են հիմա իրանք վերահաստատում Նիկոլ Փաշինյանը, հատկապես Նիկոլ Փաշինյանը, այդ իր այլանդակությամբ էլի այդ քերականոջ հետ կապված այդ այլանդակ խայտարակ գրառմամբ առնվազն եւ մնացածն հետը դա էլ են վերահաստատում, որ իրանք են անպարկեշտության, հայհոյանքի մշակույթը բերել, ուղղակի այն ժամանակ լրագրողեր հիմա արդեն երկրի ղեկավարը։ Բայց ինչ որ սեգմենտի մասին, ասում են, որ սա ուղղված է կոնկրետ ընտրազանգված իրենով անելու։ Այս տրամաբանությունը դու տեսնում ես։ Ես այդ տրամաբանությունը չեմ տեսնում, ասեմ քեզ, նախ մինչև այդ ասեմ քեզ, որ Նիկոլը Հայաստանա բերել ոչ միայն հայհոյանքի ուրեմն մշակույթը, այլև հայհոյանքի մոնոպոլիան, այսինքն հայհոյելու իրավունք ունի միայն նա, մնացած բոլորները դրա համար պատասխան կտան դատարանում, չգիտեմ, համապատասխան այլ մարմիններում։ Հարցը ո՞րն էր։ Քաղաքական առումով դու ասում ես չես տեսնում տրամաբանություն, ինչ որ սեգմենտի պայքար չես տեսնում, ինչի։ Չեմ տեսնում, չէ, որովհետև արդեն այդ դոգական սեգմենտը միշտ եղել է Նիկոլի Աննայի սեգմենտը եւ այստեղ այդ սեգմենտը ավելացնելու կամ նեղացնելու խնդիր չկա։ Այդ սեգմենտը խնդիր չկա, որտեղ այդ խնդիրը ի սկզբանե լուծված էր։ Լուծված է, ի սկզբանե լուծված է, այո։ Այդ սեգմենտը միշտ իրենցն է։ Կրկնեմ, քաղաքական առումով խնդիրային է, որ մյուս սեգմենտը, որ դոգական չի, ինչ է անելու։ Ինչ է անելու։ Այսինքն ցույց տա իր անօգնական վիճակը, է դա ասածդ։ Այո։ Բայց էլի վերադառնալով նրան, որ եկեղեցին քաղաքական ուժերին է նայելու եւ այլն, գիտես, ես այդտեղ մի քիչ շատ հստակ չի մոտեցումը, որտեղ սա շատ նուրբ հարց է։ Բայց որ ասում ես օրինակ եկեղեցին քաղաքական չի, այո, եթե մենք քաղաքականությունը դիտում ենք մի տիրույթ, որտեղ որ նորմա է դառնում հայհոյանքները, նորմա է դառնում քերականոջ վարքագիծը քննարկելը, բնականաբար եկեղեցին այս տրամաբանության մեջ չի եւ այս առումով քաղաքական չի եւ չի էլ կարող լինել քաղաքական։ Այո, բայց եթե մենք նայում ենք եկեղեցու գործունեությունը, եկեղեցու որպես կառույցի տրամաբանությունը, ես կասեի, որ եկեղեցին ոչ թե քաղաքական է, այլև գերքաղաքական է եւ վերքաղաքական է։ Օրինակներ բերեմ։ Եկեղեցին արդյոք չդարձրեց դավաճանությունը անընդհատ խարազանվող արարք եւ չդարձրեց հերոսությունը իդեմս Վարդան Մամիկոնյանի, որը եկեղեցական գործիչ չէր, սպարապետ էր, չէ՞ այդ մարդը։ Նա հո բան չէր, վարդապետ չէր, եպիսկոպոս չէր, ինչ չէր, սրբացնելով, մեսիջներ պարունակող տոնակատարություններով չդարձրեց ուրեմն քաղաքական եւ ազգային արժեք։ Իսկ թվում է դարձրեց։ Եկեղեցին չէր արդյոք, որ այն լոզունգը, որը այսօր 19-րդ դարում ազգային պետությունների լոզունգը դարավ ամբողջ աշխարհում, ձևակերպեց, շարադրեց 5-րդ դարում։ Վասն հավատո, վասն հայրենյաց։ Այսինքն հավատքի եւ հայրենիքի, ազգայինի եւ կրոնականի սերտ կապը։ Եկեղեցին չէ, եկեղեցին էր։ Ռոբջան, ահա, ճիշտ ես ասում, դա դու պատմական փաստեր ես բերում։ Եվ երրորդն էլ ասեմ ու վերջ։ Բանը գրերի գյուտը։ Չէ որ դա ինքնության մաս դարձրեց
որը շատ կարևոր խարսխի նշանակություն ունեցավ այն ահավոր դարերում, երբ որ ազգեր էին վերանում։ Ազգեր էին վերանում ճիշտ ժամանակին եկեղեցու հովանավորությամբ, միշտ մենք ասում ենք Մեսրոպ Մաշտոց, որը իդեպ նույնպես վարդապետ էր, բայց Մեսրոպ Մաշտոցի կողքին կար Սահակ Պարթևը, որպես այս գործի գլուխ, կաթողիկոսը։ Այսինքն եկեղեցուն կտրել քաղաքականությունից քաղաքականության այն վեհ եւ լայն իմաստով, ինձ թվում է ճիշտ չի եւ ինձ թվում է սա այն բանն է, որ իսկապես եկեղեցին անելիք ունի եւ ասելիք ունի եւ կարծում եմ չեմ բացառում, որ այդ անելիքն ու ասելիքը արվի, մանավանդ որ անհատական վիրավորանք է հասցվել հայ առաքելական եկեղեցու նվիրապետներից 57 նվիրապետ ունենք, Էջմիածինը նկատի ունեմ, վեհապար պլյուս 56 սրբազաններ։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը անանուն գրում, այդ 56-ից յուրաքանչյուրը իրավունք ունեն իրանց վիրավորված համարել, որտեղ դա սրբազան բառն է օգտագործվել, այդտեղ հազարավոր չեն մարդիկ, ուղիղ 56-ն է։ Շատ լավ ես ասում, լավ, իսկ ինչ է դրան հաջորդելու, ինչ ենք մենք տեսնում։ Ես չգիտեմ, բայց ես եկեղեցին եկեղեցին փորձում է իրեն հնարավորինս քաղաքականությունից հեռու պահել։ Մենք տեսնում ենք, չէ՞ դա, ակնհայտ է։ Եկեղեցին այ դու շատ կարևոր բան էր առաջարկել, որ ոչ քաղաքական, այլ զուտ եկեղեցու տիրույթի մեջ մտնող, որ պետք է Նիկոլ Փաշինյանին բանադրել։ Չկա, չէ՞, նույնիսկ այդ քայլերը չկան։ Ես ասեմ, բանադրանքի թեման շատ նուրբ թեմա է, ես այս պահին շատ չեմ ուզում դրա մեջ մտնել, բանադրանքի թեման, ես կարծում եմ, որ քննարկման առարկա կարող է դառնալ, ծանր ու թեթև կանեն, բայց ինչ են հակապաստարկում։ Ասում են, նայ, բանադրանք ինչ է նշանակում, ասել, որ այս մարդը եկեղեցուց չի, եկեղեցուց դուրս է դրված։ Ասում են, այս մարդը իր վարքագծով ցույց է տալի, որ ինքը եկեղեցուց դուրս է։ Հիմա մենք որ մի հատ էլ ասենք, որ ինքը եկեղեցուց դուրս է, դրանով ինչ։ Հասկանում ես։ Լավ, ավելի պարզ ասեմ։ Պարզապես անիծել։ Դե հիմա մենք խոսում ենք 1700 տարվա այսպես ավանդույթ ունեցող, կանոնական իրավունք ունեցող, հիմա մենք դրան այդքան չենք տիրապետում, ասենք անիծելու ինստիտուտ ես չգիտեմ։ Ես գիտեմ Նզովքի ինստիտուտ, գիտեմ Բանադրանքի ինստիտուտ, գիտեմ, որ այդ երկու ինստիտուտների մեխանիզմը կոչվում է հետաքրքիր բառ է, ուրիշ բառի հետ ասոցացվող, որոշել, դա լատիներեն էքսկոմունիկացիոն է։ Ինչ որ բաներ կան, որոնք որ հիմա ես դրա մասնագետը չեմ, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Դա գործիքներ են, որ ես ենթադրում եմ, որ պետքա քննարկման առարկա դառնա, հակափաստարկներ կան, որոնցից մեկը ես նշեցի։ Իդեպ ոչ թե պետքա քննարկման առարկա դառնա բարձրագույն հոգևոր խորհրդում, որը բաղկացած է նաև աշխարհականներից, որտեղ այս գաղափարն էլ երեք, չէ, բավական քննարկվեց, դա աշխարհականներից եւ հոգեվորականներից բաղկացած կառույց է։ Այս գործիքները կիրառելու իրավասություն ունեն բացառապես հոգեվորականները եւ մայրաթորը կարող է, չգիտեմ, վեհապարը, սրբազանները եւ այլն։ Բայց ես ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել։ Ես ուզում եմ մեր կոչին անդրադառնալ, որտեղ որ մենք ուղիղ քաղաքացիներին ենք կոչում եւ մենք որոշակի առումով նաեւ քննադատության ենթարկվեցին, որը ստիպեց ինձ այդ լայվը անել։ Մեր ասածը ո՞րն է։ Մեր ասածը ո՞րն է։ Մենք ասում ենք, որ հարգելի քաղաքացիներ, երբ որ մենք գործ ունենք այսպիսի մտածողության մարդու հետ, ինչպիսի Նիկոլ Փաշինյանն է, նա նայում է ինչ որ մի բանի վրա հարցակվելուց առաջ մեծ ծանր ու թեթև անում։ Հանրային աջակցության մակարդակը ո՞րն է։ Հիմա եկեղեցում մենք հանրային աջակցության մակարդակ ցույց տալու, բայց ամենակարևորը նաև եկեղեցու մաս, ոչ թե կողքին, դա շատ կարևոր է։ Եկեղեցու մաս մեզ ցույց տալու համար մեր ամենապարզ բանը ո՞րն է։ Միտինգ անելը չի, բանը չի, գնալ օրինակ մասնակցել պատարակներին։ Ամեն կիրակի օրը լինում է պատարակ եկեղեցիներ։ 11-ին է սկսում կամ 10-ից կես է սկսում, շատ մարդիկ, որոնք իրենց ասոցացնում են եւ համարում են հայ առաքելական եկեղեցու դավանորդ, պատարակների չեն մասնակցում։ Շատ լավ առիթ է, որպեսզի այն բոլոր մարդիկ, ովքեր որ առիթ չի եղել մասնակցեն, դա հիմա խորհրդային ավանդույթը 1000 մի ուրիշ բան չկա, այդ ավանդույթը մեր մոտ չկա, դա շատ տարածված չի։ Գնան եւ որպես բառիս դրական իմաստով, բառիս լայն իմաստով, այն իմաստով, որ ես օգտագործեցի եկեղեցու քաղաքական դերակատարության մասով, այդ իմաստով, որպես քաղաքական քայլ, գնան եւ մասնակցեն պատարակին, իհարկե պատարակը առաջի հերթին հոգեվոր քայլ է, ոչ թե քաղաքական։ Բայց որպես քաղաքական քայլ գնալ եւ մասնակցել։ Եվ երկրորդ, այն առաջարկությունը, որ մենք արել էինք կոնկրետ հոգու հանգստության համար
աղոթք խնդրելու մասով նույնպես սրա մասն է կազմում, որ մարդիկ եւ եկեղեցին նաեւ տեսնի, որ իր դավանորդները որպես զուտ սիմվոլիկ քայլ նաեւ իր դավանորդները իրեն պաշտպանելու պատրաստակամություն են ցույց տալու այսքան մեծ քանակներով։ Սա շատ կարևոր է, որպեսզի եկեղեցին ինքն պետք է իրան ամուր զգա։ Շատ լավ բան ես ասում, կարևոր բան ես ասում, հանրային բան ես ասում, հոգևոր բան ես ասում, բայց արի մնանք ուրեմն քաղաքական տրամաբանության մեջ, ուրեմն արդյոք ես թվում է, որ եթե մարդիկ գնացին, աղոթեցին, եկեղեցին տեսավ ուրեմն իրենց օժանդակությունը, ուրեմն հոգևոր ինչ որ մի վերածնունդ եղավ, ես թվում է այս ամեն ինչը ինչ որ բան փոխելու է Նիկոլի վարքագծում։ Կներես մի հատ շատ կոպիտ բան ասեմ։ Նիկոլի վարքագիծը չի այլ են, որ մեր հոգևոր հայրերը իմանան, որ մեր քաղաքացիները, հայերը պատրաստ են իրենց պաշտպանել, սա շատ կարևոր ընկալում է, շատ կարևոր հոգեվորություն։ Համաձայն չեմ քո հետ, մեր հոգևոր հայրերը շատ լավ գիտեն, որ մեր քաղաքացիները իր հոտը պատրաստ է իրեն պաշտպանել, բայց մի խնդիր կա, տես այդ պաշտպանելու համար պետք է ինչ-որ մեկը առաջնորդի։ Սա է ամբողջ խնդիրը։ Հասկանում ես։ Սա երևի թե ոչ թե հոգևոր, այլ քաղաքական խնդիր է։ Այսօր Հայաստանի խնդիրը դրա մեջ է։ Որտեղ Նիկոլը կարող է քրֆի սրա, հայհոյի սրա, չգիտեմ, ամեն տեսակի անպարկեշտ բաներ ասի, հա, գիտես արդյունքը ինչ է լինելու։ Ասի Չուլան, ես այդ որ ասես Չուլան ներողություն էլի իմ մոտ առաջի ասոցիացիան ես մի նկար տեսա, որ Նիկոլյան երրորդ մասի տունը որ կար, հիշում ես, որ ինչ-որ մի հատ նախարարից էր խլել։ Պատերին է, որ ինչ-որ նկարներ էին բաներ։ Իմ մոտ առաջի երթի Չուլան ասելով, այո, առաջի երթի Չուլան ասելով այդ տան պատկեր է։ Մարդը ինչի է այդ Չուլան բառը օգտագործում, որտեվ իր համար դա շատ հարազատ երևույթ է, սա ամբողջ հարցը։ Իր համար դա հարազատ երևի տենց ինքը այդ ընկալվում։ Հիմա տես երևի մի փոքր էս մեր խոսակցության տրամաբանությունից դուրս գամ, բայց քեզ ուզեմ հարց տամ։ Տես այսօր ես նկար տեսա, որ Գայանե եկեղեցում ուրեմն տեսել են ուրեմն երկու պարկ ցեմենտ եւ ուրեմն մի ամանով ներք, հա, եւ այսօր դրել են այդ կարծեմ թե այդ անտրոսիկ տղաներ դրել, եթե ճիշտ եմ հիշում, ուրեմն այս ամեն ինչից հետո օրինակ քո մոտ հարց կառաջանա, եթե ասենք Նիկոլը իր իրավապահներին ուղարկի ասի, այս եկեղեցուն լավ չեն նայում, այս եկեղեցին պետք է վերցնել, հոգևորականային ընդդեմ անել։ Գիտես, ես նորից վերադառնում եմ իմ թեմային, չմոռանաս ուրեմն Մատթեոսի ավետարանից նրա այդ մեջբերումը, հա, ոնց Հիսուսը մտավ, եկեղեցուց հանեց, ուրեմն հոգևորականներին, այո, դու մի մոռացի, որ Նիկոլի մոտ միշտ կա սեփական հիսուսիզացման այդ բանը կոմպլեքսը, չէ՞։ Բայց արի այս ամեն ինչը չկտրենք ուրեմն իր բանից կոռուպցիոն համատեքստից։ Այսինքն ուրեմն ընդդեղից կհանի հոգևորականներին եւ իր սիրելի օլիգարխներից որևէ մեկին կծախի ընդհանրեն Գայանե եկեղեցին։ Դու շատ անհավանական ես համարում դա, ասենք դու գիտես իրավապահ համակարգ, ասենք որևէ դատարան կփորձի մերժել ուրեմն իմ ասածն հենց էն է, որ ստեղ խնդիրը իմ կարծիքով այն վերջին հույսը դա պարզ քաղաքացիներն են, որոնք որ ինստիտուտներ չեն կազմում։ Դրա համար էր օրինակ մեր կոչը ուղղված հենց մեր քաղաքացիներին, որովհետև տանը չի լինում այդպես, չի լինում այդպես։ Ասեմ ինչի է, արս քաղաքացիների համար հանրային կարծիքը տես, եթե հանրային կարծիքը իրենց օգտին լիներ, իրանք վաղուց էին դա արել։ Հիմա իրանք փորձում են ազդել հանրային կարծիքի վրա, եւ նույն կերպ պետքա փորձել հանրային կարծիքի վրա ազդեցության այլ միջոցներ կիրառել։ Օրինակ եմ ես ասում, աղաս։ Չէ, օրինակ եմ ես քեզ ասում, պատկերացրու օրինակ։ Էս չէ, մյուս, նու առաջիկա կիրակի օրը հունիսի 8-ին կարևոր եկեղեցական տոն է, հոգեգալստյան օրն է։ Ամենայն հայոց կաթողիկոսն էլ ոչ միայն ամենայն հայոց կաթողիկոսն է, այլ համարվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, այդպես է կոչվում։ Արարատյան հայրապետական թեմը ունի ոչ թե ուրիշ առաջնորդ, այլ փոխանորդ, նավասարդ։ Այո, բայց հայրապետը աշխատել եմ այդ թեմում։ Հիմա որպես հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, օրինակ վեհափառը գա եւ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ինքը այդ օրը պատարակ մատուցի։
եւ քարոզ կարդա եւ խոսք ասի խորանից։ Դու պատկերացնում եք ինչ կլինի, պատկերացնում եք իմ կարծիքով շատ ուժեղ քայլ դա կարող է լինել։ Բազմաթիվ մարդիկ այսպես թե այդպես գնում են եւ գուցե սրանից հետո լրացուցիչ խթան կլինի որ գնան։ Յուրաքանչյուրի համար դա շատ լավ բան է, որտեղ պատարագին մասնակցությունը ինձ թվում է յուրաքանչյուրի համար շատ կարևոր է, բայց այդ թողնենք մի կողմ, դա անհատական հարց է։ Գուցե այդպես եկեղեցին կարող է շատ ճիշտ մեսիջներով պատասխանել եւ գնահատելով հանրային այսպես տրամադրությունները, գուցե այս անձնավորությունը առժամանակ հարցակումը դադարեցնի։ Ինչի դա իրատեսական։ Շատ լավ ես ասում։ Եկեղեցին կարող է այդ Ես մի փոքր անալոգիա անցկացնեմ, հա, որպես միջազգային քաղաքականության մեջ, ասենք second track diplomacy-ի նման ինչ-որ բան է, հա։ Եկեղեցին կարող է այդ մեսիջներով եւ մեր քաղաքացիները այդ մեսիջներով կարող են պատասխանել Նիկոլին։ Բայց Նիկոլի վեճը չի։ Նիկոլը շարունակելու է իր լկտի հայհոյախոսությունները, եթե կոնկրետ ուրեմն դրանից օգուտ է տեսնում այդ պահին։ Նա բացարձակ հանրային տրամադրությունները իրեն չեն հետաքրքրում։ Ու նա երբեք, երբ որ գնա ընտրությունների, այսինքն, եթե այս քաղաքական խուժանությունը հանգեցնի նա, որ մենք գնալու ենք ընտրությունների, նա երբեք ընտրազանգվածի վրա հույս չի դնում։ Նրա հույսը, ասենք, կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, մեկ եւ երկրորդ այս տարբեր կուսակցությունների միջև մուտիտները։ Չի բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունը իրավապահ համակարգը հեշտ կենտրոնական։ Այդ ամեն ինչը շատ լավ, այդ ամեն ինչը նույն ուրեմն կոմպլեքսի մեջ։ Ամփոփելով արի մի հատ փորձենք հասկանալ։ Ի վերջո այս հարցակման նպատակը ո՞րն էր։ Այս հարցակման նպատակը ես կարծում եմ ուրեմն մի քանիսն էին։ Առաջինը ուրեմն հանրային եւ ավելի շուտ քաղաքական ուժերի կարծիքի եւ ունակությունների փորձարկում։ Տեսնեն թե ինչ է դրան պատասխանելու, այսինքն ընդհանրապես գնալու են ազգային ժողովում հարցեր տան, թե ինչ կոնկրետ քայլեր են անելու, հա։ Ուրեմն երկրորդը մարդկանց ուղեղում խառնաշփոթ ստեղծելու իր քաղաքականության շարունակություն եւ երրորդ կրկնեմ ես այստեղ տեսնում նաեւ կոռուպցիոն բաղադրիչ։ Այսինքն նա ուզում է կարևոր բան ասել, այդ է ես ուզում ադրբեջանցիների պահանջները բավարարելը, այնտեղ Հասան ինչ էր, Փաշազադեն։ Գիտես, այդ ադրբեջանցիների պահանջները բավարարելու մասին ես այդ չի նույնիսկ նորից ասել։ Նա եկել է Հայաստան, նա եկել է Հայաստան, որովհետեւ ադրբեջանցիների պահանջները բավարարի։ Պարզա։ Այս երեք կոմպոնենտն եմ ես տեսնում, չգիտեմ, եթե կարող ես մի բան ավելացնել։ Դե չորրորդն էլ այդ ադրբեջանցիների պահանջները բավարարելն է, որ տենց գլուխը շոյեն ասել ապրես, տես ինչ լավ ես դու իրականացնում մեր արժև ստանձնած պարտավորությունները, հələ մի հատ էլ պլանը գերակատարում ես, էլի ինձ թվում է այդ որևէ մեկը այդ հանձնարարության մեջ, այդ ցեղ զադանյայի մեջ գրած չէր լինի, էլի այդ չեմ էլ ուզում ասեմ այդ անպարկեշտ արտահայտությունը, այդ այլանդակ արտահայտությունը, որ նա իրան թույլ տվեց։ Կամ ասենք Ալբանիան իրան թույլ տվեց այն։ Ես ուղղակի օգտվելով առիթից ուզում ուղղակի երկու բառ ասել, թե ինչպես է աշխատում, ասենք մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին ասելով ի նկատի ունեմ այ եկեղեցին, որ մենք հաճախում ենք այստեղ, հա, ուրեմն գտնում Կուպերտինոյում, հա, ոնց է աշխատում։ Ուրեմն մենք Էջմիածնի թե Կիլիկիո թե Էջմիածնի։ Ոնց է կոչվում։ Ուրեմն Սուրբ Անդրեաս եկեղեցի։ Կուպերտինոյում է գտնվում, մեր ուրեմն Տեր հայրը, ուրեմն Հայր Տաթևանի ֆանտաստիկ մարդ է, որ ուրեմն ամբողջ այս համայնքի մեծ, ոնց ասեմ, սերն ու հարգանքն է վայելում, եւ ուրեմն, ասինքն, բացի այդ սովորական եկեղեցական պատարակներից, բացի տոները նշելուց, ես տեսեմ, թե նա ոնց է համայնքի կազմակերպում, ուրեմն տարբեր տիպի միջոցառումներ են անում, այնտեղ երկու բարի, չգիտեմ, հայկական ուտելիքի, ինքը շատ անձնական մտերմություն է հաստատում բոլոր ուրեմն հոտի անդամների հետ, ես գիտեմ այցելու մատններ, սա մի քիչ ուրիշ է եկեղեցի, հասկանում ես, սա փոքր համայնքի եկեղեցի է։ Եվ այլ ամենայնիվ ամենաճիշտ տիպարը այդ եկեղեցու այդ
փոքրիկ, Սա մի քիչ համայնքային, այն հիշում ես դու այստեղ ես կներես ասեմ նոր դու շարունակես էլի այն բանը ընկեր Փանջունին։ Այն որ գնում այմա Սիրուն համայնքա գնում այն Արևմտյան Հայաստանում եկեղեցիա լինում, գյուղապետա լինում, եկեղեցին լավ քահանայա ունենում, հաշտ ու համերաշխ են բոլորը ու տենց ինքը իր արժև կռիվա դնում բոլորին խառնել իրար։ Հիշում ես այդ գիրքն։ Հիմա այս լրիվ այդ ընկեր Փանջունու կերպարի մեջ է մտել այս մարդը, էլի, ասենք ուր ես գնում Չուլանա։ Ի՞նչն է Չուլանա ընկեր։ Հիմա ձեր եկեղեցին շատ կներես։ Ես ասում ինքը որևէ կերպի սուտ է ասում։ Սուտ է ասում թե գնացել է եկեղեցու մոն վառելու։ Որտեվ եթե նա գնացել էր այդ եկեղեցու մոն վառելու, հաստատ ուրեմն համեկը հետևից պետքա գնար ու նկարեր, որ այս անաստվածը սա մոմա վառում, հա։ Սա մոմա վառում։ Քոբայրի վանքից նկար են դնում ինչ որ կովերով։ Եղբայր Քոբայրի վանքը հայ առաքելական եկեղեցու վերահսկողության տիրապետության տակ չի չգործող խոնարհված եկեղեցի է, որը որ պետության վերահսկողության տակ է։ Քոբայրի վանքը կոնկրետ, որը կարևորագույն եկեղեցի է։ Երրորդը մարդիկ հայտարարություն արեցին, ասացին անդադ ասում եք եկեք համագործակցենք, խնդիրներ կան լուծենք։ Ու չեք համագործակցում մեր հետ։ Սուտ լուրեր են տարածում, որ այսքան միլիարդ եսիմիջ գումարներ են հատկացրել։ Դա եկեղեցուն չեն հատկացրել։ Դա պատմամշակութային արժեքների վերականգնմանն են որոշակի գումարներ այո հատկացրել։ Այսինքն այս ամեն ինչը բացի մանիպուլյատիվ կտորից նաև ստի բաղադրիչ էլ ունի։ Շատ մեծ։ Դրա շարունակի, լավ, ձեր եկեղեցու հարցը շարունակի։ Հա, եւ այս եկեղեցի կազմակերպվում ասենք տարբեր միջոցառումներ, ենթադրենք եկեղեցու դահլիճը համայնքի համար, օրինակ ես իմ գրքի շնորհանդեսը որ արեցի եկեղեցու դահլիճում արեցի հանրապետության Վահագն եկել Խաչատրյան Հայաստանի նախագահ, ուրեմն էլի եկեղեցու դահլիճում հանդիպում եղավ, հա, այսինքն եկեղեցին դառել է համայնական նշանակության մի վայր։ Բացի վերջին ասածից հետ մնացած սա շատ լավ դեր էլի։ Հիմա փաստ եմ ասում, համայնական նշանակության մի վայր, որտեղ որ մարդիկ գնում են, գիտես, նաև բանի ոչ միայն ուրեմն աղոթելու, այլև շփվելու, հա, սա մի քիչ, գիտես, երևի ամերիկյան մշակույթին ավելի մոտիկ այդ քո ասած ուրեմն ամերիկյան եկեղեցիների նման, բողոքական եկեղեցիների նման, որտեղ որ եկեղեցին ուրեմն մարդկանց շփման վայր է, այսինքն դա եկեղեցու սկզբնական առաքելությունն է եղել։ Դա միշտ է այդպես եղել։ Պատարագի օրը մարդիկ ոչ միայն հավաքվել են, վերջում այսպես ասած սիրո ճաշա կոչված այդ ագապե կոչվածն է եղել։ Այո, դա ամեն ինչը կա։ Չէ, դա ամենևին բողոքականներին բնորոշ չի, դա մեր առաքելականներին էլ է բնորոշ, շատ ի սկզբանե։ То есть դա մենք Հայաստանում մի քիչ, հա։ Հայաստանում չկա, խորհրդային տարիներին կարծում եմ մի փոքր ավելի շուտ էլ դա կարող է այդ ավանդույթը նվազել էր, բայց ինքը որպես արմատով ավանդույթ, որ Կիրակի օրը մարդիկ հավաքվում են միայն պատարագի մասնակցություն չի, դրանից հետո նաև սոցիալական բաղադրիչ է ունեցել, դա ի սկզբանե է եղել, իր տերմինն է ունեցել, ագապե, այդ մայրաթոր, որ գնանք այնտեղ այդ մայրաթորի տարածքում գտնվող այդ հին սեղանատունը, որ հիմա որպես ռեստորան է օգտագործվում, հենց ագապե է կոչվում այդ պատճառով։ Այդ գեղեցիկ անունը տենց մնացել է այսօր այդ մայրաթորի, որտեղ որ հին հայկական ճաշատեսակներ են վերականգնում եւ մատուցում, մի խոսքով, դա ավանդական բան է։ Ես էլ չեմ խոսում մյուս բաների մասին, որ երևի Հայաստանը իհարկե էական չի, ընդհանրեն Կիրակնորյա դպրոցն է, ընդհանրեն հայտիկնած միությունը, հայաձև կրթություն իրականացվում է այդտեղ, թե նորաձև կրթություն է իրականացվում։ Այո, իհարկե։ Լսի, նորաձև կրթությունը Հայաստանում է իրականացում, այդտեղ հայաձև կրթությունն է իրականացում, խառնենք էլի։ Չենք խառնում, լավ։ Իսկ ինչ է, ինչ է սովորացնում, հետաքրքիր է։ Հայերեն, հայկական երկու բառ, պատմություն եւ այլն, այսինքն այստեղ հայկական դպրոցը մեր մոտից է, ամենամոտիկը ուրեմն Սան Ֆրանցիսկոյում է, որը մի ժամի հեռավորության վրա է, բայց երեխաները այս եկեղեցում գոնե փորձում են հայերեն տառերը սովորել, կարդալ եւ ամենակարևորը իրար հետ հայերեն շփվել։ Հա, հասկացա, հա։ Այս կարևոր է ստեղ, էլի, այսինքն հայը պահպանության համար էլ է շատ մեծ դեր կատարում։ Եկեք ողջունենք Սուրբ Անդրեաս եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Տաթև, թե Տաթև չէ կներես։ Տաթև։ Տաթև չէ։ Այո։ Հա։
Տեր Տաթևին եւ նրան մաղթենք իր գործունեության արդյունավետ շարունակություն մեր բոլոր հոգեվորականներին, թե ամուսնացյալ քահանաներին, թե աբեղաներին, վարդապետներին, սրբազաններին, մենք ճիշտ չի ասել մենք եկեղեցու կողքին ենք։ Դա շատ սխալ արտահայտություն է, որովհետև եկեղեցին Մենք եկեղեցին ենք։ չեն միայն, այդ մարդիկ են մի մասով։ Գոյություն ունի հոգեվորականների դաս, գոյություն ունի աշխարհականների դաս։ Մենք էլ աշխարհականների դաս ենք եւ ինձ թվում է սա պետք է մարդկանց գիտակցության մեջ մտնի։ Դու մի քիչ լավատես չես այս հարցում, բայց ոչինչ, ես այդ կարծիքին եմ, որ սա կարող է առիթ լինի, որ մարդիկ իրենց ավելի գիտակցեն որպես մի բանի մաս, այլ ոչ թե երբեմն մենք ձեր կողքին ենք։ Չէ, ախպեր, մենք կողքին չենք, մենք հենց այդտեղ ենք, մենք ներսում ենք։ Մենք ներսում ենք եւ եկեղեցին դա մենք ենք։ Եկեղեցին մենք ենք։ Եվ մեզ ավելի այսպես ավելի շատ ներսում զգանք էլի, այսպես ասենք։ Լավ, ես գեղեցիկ նոտա է վրա էլ գուցե այսօրվա ծովից ծովը ավարտել։ Բայց իմ կողմից հորետեսական ցավոք։ Հա, դե դու հորետեսական տրամադրություն ունես, իմ մոտ մի տեսակ ավելի դրական ինչ-որ ֆոն կա։ Չգիտեմ, այնպես բաների միջով ամեր եկեղեցին անցել, ու առհասարակ եկեղեցու պարագայում խոսելիս այդ ինչ են ասում այդ բանի վերին տնօրինության գաղափարը չմոռանանք էլի, որ ինչ իմանանք գուցե էս է ճանապարհը լինելու, որ մենք այս ամեն ինչից բրծնենք, չգիտեմ, չենք կարող դա ասել, ես մեծ հույս ունեմ, որ այդպես է լինելու։ Մեր ունկնդիրներին խնդրենք լայքել, եթե նրանք հավանում են այս տեսանյութը, խնդրենք մեկնաբանություններ թողնել, հատկապես այսօր հետաքրքիր է, այ հիմա խնդրենք, եթե մեզ նայում են Սփյուռքից, թող իրենց եկեղեցիների մասին պատմեն, ինչպես աղասը պատմեց իրենց եկեղեցու մասին, իրենց եկեղեցու քահանայի մասին, ինչպես են Կիրակնորիա դպրոց կա չկա, ինչ միջոցառումներ են լինում, խնդրենք մեր քաղաքացիներին մեկնաբանությունում պատմեն իրենց եկեղեցիների մասին, հատկապես համայնքներում, հայ առաքելական եկեղեցու, իդեպ ոչ միայն Էջմիածնի, այլև Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության բոլորն էլ մեր եկեղեցիներն են, որովհետեւ տարբերություն մենք չունենք, եւ իսկ նրանք ովքեր որ կարող են մեր ընկերներին անտիֆեյքին օժանդակել, նկարագրության մեջ բոլոր հնարավորությունները կան։ Երևս այսքան ավելացնելու բան ունես աղաս։ Չէ, ուզում շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են, բոլոր նրանց, ովքեր մեզ լայքել են եւ լայքելու են, հա։ Եվ ուրեմն լայքեցեք զմիմյանս։ Հաջողություն։ Բոլորին մաղթել հաջողություն։ Ստեսին։